Արտաքին գործերի փոխնախարարը հրաժարվում է ուղիղ ասել Երևանը հնարավոր է ինչ-որ փուլում քննարկի թրիփ նախագծում Մոսկվայի ներգրավվածության հարցը։ Արտգործնախարարության պաշտոնյան այսօր չի ցանկանում ոչինչ ասել, իսկ ապագայի մասին ցանկացած դատողություն որակում է որպես սպեկուլյացիա։ Այս պահին թրիփը իրականացվում է Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձևաչափում կնքվել է համաձայնագիր եւ դա այս փուլում իրականացման փուլում է մեկը։ Իսկ իմ ասացի մասով ինչ որ հեռանկարում կարող է նման քննարկումը Հայաստանի համար ընդունելի լինել, առնվազն քննարկում։ Գիտեք, չի ուզի ինչ որ սպեկուլյացիաներ անել, այսինքն այս պահին ապագայի մասին ինչ որ բաներ ասելը։ Թրիփ նախագծի հայ-ամերիկյան համաձայնություններից մոտ 2 տարի առաջ ամբողջությամբ սառեցվել էին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Երևանի եւ Բաքվի բանակցությունները, որոնք ընթանում էին Մոսկվայի միջնորդությամբ։ Արդյոք դրանից հետո Մոսկվան ոչ միայն հրապարակային, այլև առանձին հանդիպումներում է բարձրացնում Սյունիքով անցնող Թրամփի ուղուն մասնակցելու իր ցանկության մասին։ Փոխնախարար Սաֆարյանն ասաց. Մենք ռուսական կողմի հետ թրիփի վերաբերյալ քննարկում չենք տանում։ Բայց իրենք բարձրացնում են հարցը։ Կրկին նշեմ, որ մեր երկկողմ օրակարգում ռուսական կողմի հետ այս պահին նման հարց չկա։ Թեև թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է եւ ըստ համաձայնագրի երրորդ կողմի ներգրավվածությունը պետք է որոշվի բացառապես Երևանի եւ Վաշինգտոնի համաձայնությամբ, պաշտոնական Մոսկվան Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո պարբերաբար է հրապարակային պնդում, որ առանց իր մասնակցության այն արդյունավետ լինել չի կարող։ Երեկ այդ տեսակետը վերահաստատել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, շեշտելով, որ տրանսպորտային այս ծրագրի հաջող իրականացումը հնարավոր է միայն Ռուսաստանի ներգրավմամբ եւ Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի։ Թրամփի ուղին անցնելու է տարածքով, որտեղ տասնամյակներ շարունակ ռուս զինվորներն են իրենց հայ գործընկերների հետ պահպանում Հայաստանի սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ։ Պաշտոնական Երևանը չի հայտարարել Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա սահմաններից ռուս սահմանապահների ամբողջական դուրսբերման մասին։ Այդուհանդերձ ձեռքբերում է համարում այն փաստը, որ այժմ երկրի բոլոր անցակետերում ծառայություն իրականացնում են բացառապես հայ սահմանապահներ։ Ռուսաստանի փոխարտգործնախարարն իր հայտարարության մեջ ոչ միայն ընդգծել է ռուս սահմանապահների ներկայության փաստը, այլև հիշեցրել, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բեռների տարանցումը ևս պետք է կատարվի միության նորմերին համապատասխան։ Իսկ այն, որ Թրամփի ուղին գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այսօր հաստատեց նաև արտաքին գործերի փոխնախարար մնացական Սաֆարյանը։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է եւ տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի գործում են։ Այդ թվում թրիփը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ Այո։ Հայկական կողմը նախագծի իրականացման համար խոստացել է ներդնել անվտանգային ու մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր։ Առավելագույնս օպտիմալացնելով դրանք նախատեսվում է կիրառել թվային նոր գործիքներ, որ կդյուրացնեն թրիփի կապը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ։ Արդյոք ԵԱՏՄ կարգավորումները խնդիրներ չեն առաջացնի։ Փոխարտգործնախարարը պնդեց, թե ոչ։ ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում։ Այնպես որ մենք այդտեղ այս փուլում որևէ հարց չի ծագել։ Թրիփ նախագծում ներգրավելու Մոսկվայի հայտարարությունները հնչում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների աննախադեպ սրման ֆոնին։ Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական կողմի սահմանափակումների պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը անգամ հրապարակավ խոսում է ԵԱՏՄ-ի գոյություն ունենալ-չունենալու մասին։ Այս իրավիճակում սակայն պաշտոնական Երևանը դեռևս հստակ չի ձևակերպում, թե ինչպես են պատկերացնում հանգուցալուծումը։ Մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, հետաքրքրված ենք մեր հարաբերությունների շարունակությամբ եւ առաջիկայում կլինեն շփումներ։ Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանք դեռ չի ստացել։ Չնայած սրան հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերի հեռախոսազրույցը։ Փաշինյանի եւ Միշուստինի զրույցի վերաբերյալ կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն են տարածել, ըստ որի քննարկվել են ռուս-հայաստանյան փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում։